Ստորած աթոռի առջև ենք եկել, շնորհք եւ ողորմություն ընդունելու համար եւ քո կարեկցություն ընդունելու համար մեր քահանայապետ։ Եվ մենք գիտենք, որ դու պատշաճ ժամանակին մեզ կարեկցելու ես քո շնորհքով, քո ողորմությամբ օգնելու ես։ Եվ մենք ահա եկել ենք քո քահանայապետական ողորմությունը ընդունելու համար, որովհետև ոչ թե դու քո տկարությունների, այլ մեր տկարությունների, մեր մեղքերի համար արյուն թափեցիր, խաչի վրա չարչարվեցիր, երրորդ օրը հարություն առար, քերեզման դրվեցիր եւ փառքով համբարձվեցիր երկինք եւ հոր աջ կողմը նստեցիր, բարեխոսություն, կարեկցություն ցույց տալու մեր տկարությունների մեջ։ Մենք շնորհակալ ենք քեզանից։ Եվ մենք այդ համարձակությամբ ենք եկել, Տեր, այդ վստահությամբ ենք եկել, այդ իմաստությամբ ենք եկել։ Եվ մենք հավատում ենք, որ քեզ համար անկարելի եւ անհնարին ոչինչ չկա։ Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի օրհնյալ Facebook-յան ընկերներ, բոլոր նրանց, ովքեր որ միացել են մեզ, ողջունում ենք, ինչպես որ արդեն պայմանավորվել ենք ամեն երկուշաբթի 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պառկած եւ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար։ Եվ այսօր ցավոք սրտի հիվանդանոցներում շատ երեխաներ կան, որոնք որ սխալ սննդի պատճառով իրանց ծնողների բարեսիրության համար չիփսերի, ուրեմն կինդերների, օրեոների, այդ տարբեր տեսակի չակերտավոր բնական հյութերի, բարնիների, թվիքսների եւ նմանատիպ կերակուրների համար երեխաները հայտնվում են շատ վատ հիվանդությունների մեջ։ Ես չեմ կարծում, որ մենք մեր երեխաներին կերակրելով եւ սովորացնելով նման ընդհուպ մինչև թմրա դեղերի պես կախվածության մեջ պահող այդ սննդակարգին, կոլաների, ֆանտաների, սպրայթների եւ նմանատիպ թունաքիմիկատների կապելով մեր երեխաներին, մենք բարություն ենք անում։ Մի տուր քո երեխաներին այս կերակուրները եւ մի նվիրիր ոչ մի երեխայի։ Ավելավա մեկին մի հատ բանան նվիրես կամ խնձոր, քան այդ իրանց մեջ քաղցկեղածին նյութեր պարունակող կերակուրները։ Հեռու մնացեք եւ ձեր երեխաներին մի կանգնեցրեք դարի ամենատարածված հիվանդությունների շեմին։ Հիվանդությունը դա մարդու տրված Աստծուց պատիժ չի։ Հիվանդությունը մարդը ինքն է ընտրում։ Աստվածաշունչն ասում է. կյանքը քո շուրթերին է եւ մահն էլ է քո շուրթերին։ Մի անիծիր կյանքը, մի անիծիր քո երեխային, որովհետեւ մի մահ պարունակող բառամթերք մի օգտագործի քո երեխային վրա ջղայնանալիս։ Քո շուրթերից մաքրիր դառը խոսքը, որտեղ խոսքը ուժ ու զորություն ունի։ Աստված միայն մարդուն է խոսելու իրավունք տվել եւ խոսքի իշխանություն։ Միայն մարդը կարող է խոսքով հրամայի եւ խոսքով կապի եւ արձակի։ Կենթանական աշխարհին այդ իրավունքն ու իշխանությունը տրված չի։ Մենք որ ասպարեզում եւ ոլորտում իշխանություն ունենք, մեր խոսքն անցնում է, եւ մեր խոսքն ազդում է։ Նամանդ մեր ընտանիքներում, մեր երեխաների կյանքում։ Մի անիծեք ձեր երեխաներին։ Մի ասեք նրանց բացասական բառեր, խոսքեր, կենթանիների
հետ համեմատելով, նույնիսկ երեխային սիրելուց մի ասա շունիկս, կատվիկս, եզիկս, կապիկս, փղիկս, մի ասա, որտեղ այդ կենդանիներին բնորոշ հատկությունները խոսքովդ կփոխանցվի քո երեխայի կյանքում։ Երեխայի ունակության պակասության պատճառով երեխային մի ասա դեբիլ, անուղեղ, ուղեղի ծալքերի պակասություն ունեցող, քո խոսքդ իշխանություն եւ ազդեցություն ունի, որովհետեւ քո երեխան լսում է քեզ, ընդունում է դա, եւ քո երեխան քո կողքից երբևիցե որևիցե միտեղ չի կարող գնա խուսափելու քո այդ բառամթերքից։ Երեխային ասա ընդունակ, երեխային ասա տաղանդավոր, երեխայիդ ասա շնորհաշատ։ Մի գիտնական, հայտնի գիտական, որը մեծ ներդրում է ունեցել մեր գիտության մեջ, Էդիսոն անունով, 6-րդ դասարանում դպրոցից դուրս են հանել։ Երբ որ ծնողին կանչել են դպրոց, ծնողին ասել են, որ քո երեխան արժանի չի այս դպրոցում սովորելու, որովհետև նա անընդունակ ահավոր անձնավորություն է։ Երբ որ Էդիսոնի մայրը գնացել է տուն, երեխան հարցրել է, ինչ ասեցին ինձ համար։ Ասեցին, որ մեր դպրոցը արժանի չի քո նման տաղանդավոր, ընդունակ երեխայի այս դպրոցում, որպեսզի սովորի։ Ծնողը չի փոխանցում այն բացասական խոսքերը, որոնք ասում են դպրոցում։ Ես հիշում եմ մեր կոմունիստական ժամանակաշրջանում մեր ուսուցիչների բացասական խոսքերը մեր հանդեպ ասված։ Ես երբ որ աղոթում եմ, ասում եմ, թող քանդվեն ամեն սատանայի եւ խավարի դիվային աշխարհի կողմից ուղղորդված մարդկանց խոսքերը մեր ուսուցիչների, մեր ծնողների, մեր տատիների, մեր պապիների կողմից ասված մեր կյանքում։ Որովհետև ուսուցիչները դրանք մեր երեխաների կյանքի մոտարապես 12 տարին վերահսկում են, ավելի շատ քան մենք։ Առավոտյան ժամը 8-ից մինչև ցերեկը ժամը 2:30-3-ը մեր երեխաները դպրոցում են լինում եւ նրանք ստիպված են լինում իրենց ուսուցիչների այդ բառապաշարը, խոսքի պաշարը իրենց կյանքում ընդունելու։ Եվ երբ որ ուսուցիչները նայում են երեխայի երևույթային կյանքի մտածելակերպին, նրանք փորձում են երեխայի համար տան իրենց բացասական գնահատականը, իսկ ինչ որ մեկը մի փոքր ավելի ընդունակ է լինում, քո վերքում ու մեծարում են։ Սա ուսուցիչների ամենասխալ մեթոդն է։ Չի կարելի երեխաներին դասակարգել, ինչպես հիշում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, երբ որ ես սովորում էի, այդ կրթահամալիրի տնօրենը փորձ էր արել, ինչպես հազար ներողություն կենդանիների վրա փորձ կանեն, դասակարգել էր դպրոցի ուրեմն աշակերտներին 3 մասի. լավ սովորող, բացասական սովորող եւ վատ սովորող։ Եվ շատ անգամ այն երեխաները, որոնք որ դասակարգվեցին այդ վատ սովորողների մեջ, իրանց անդադ թերարժեք էին զգում հոգեբանական ճնշումների մեջ, հոգեբանական խորը տրավմա կրելով իրանց մեջ, եւ այդպես էլ այդ երեխաներից շատերը չվերականգնվեցին, որտեղ դպրոցի տնօրենը որոշել էր փորձեր աներ, որպեսզի այդ փորձերի հիման վրա հետագայում իր համար կյանքի փորձառություն ձեռք բերեր։ Բայց սա շատ սխալ մոտեցում է, սա ուսուցչին, մանկավարժին վայել մոտեցում չի, այս պատճառով շատ երեխաներ կորցնում են իրանց ինքնությունը, ընդունելով, որ մեծահասակները իրանց վրա այս հռչակումները, դավանությունները անելով գիտեն ինչ են անում։ Ցավոք սրտի ես ունեցել եմ իմ կյանքում այդ փորձը, բայց ես մերժել եմ Հիսուսի անով, որովհետև ես չեմ ընդունել այն, ինչ որ իմ մասին
փորձել են մարդիկ ասել եւ որակավորել։ Այսօր էլ հոգևոր աշխարհում կան այդպիսի տգետ ուսուցիչներ, հովիվներ, ճակերտավոր եպիսկոպոսներ, որոնք ունենալով բարձրագույն կրթություն, ֆիզմատ մանկապարտեզ են ավարտել, եսիմ ինչ են ավարտել եւ մշտական իրանց բառամթերքի մեջ կրթված եւ անգրագետ բառն են օգտագործում։ Շատ անգամ կեղծավորվելով, նստելով իրանց ընկերների կողքին, որոնց հետևից նրանք անդադար որակավորել են որպես անգրագետ, անուսում։ Եվ այսօր հոգևոր կյանքում նույնիսկ արտահայտություններ կան մտավորական հովիվ եւ ոչ մտավորական հովիվ։ Սա բառից բուն իմաստով տգիտություն եւ անգրագիտության հոգևոր ցածր մակարդակ ունենալու հետևանքը, որովհետեւ հոգևոր մարդու հոգևորությունը եւ արժեքը չի դասակարգվում բարձրակարգ ուսմունք ստանալով։ Ավետարանա մերժ, Աստծո խոսք մերժած նման կերպարները փորձում են իրենց սովորույթները մտցնեն եկեղեցական կյանքի մեջ, որովհետև Պողոս առաքյալը լինելով ուսյալ անձնավորություն արտահայտում է հետևյալ խոսքերը. Աստված աշխարհիս տգետներին եւ անուսումներին ընտրեց, որպեսզի իմաստունների իմաստությունը հիմարացնի։ Ես շատ եմ տեսել, որ նման մեծամիտ ու բարձրամիտ անձնավորությունները, որոնք պատահականություն են հոգևոր աշխարհում, գողանում են շատ իրանց կողմից կարծված ոչ գրագետ հովիվների եւ Աստծո խոսքը խոսացող մարդկանց քարոզները եւ մտքերը եւ փորձում են սեփականություն դարձնել։ Սա հոգևոր աշխարհում անընդունելի եւ բացասական մի մոտեցում է, որովհետեւ մենք վերից իմաստություն ստանալով Աստծո Սուրբ Հոգով լցված մարդիկս, ինչպես Աստվածաշունչն ասում, մենք ունենք մի ուսուցիչ, որի անունն է Սուրբ Հոգի, եւ նրան վիրավորել չի կարելի, որովհետեւ մենք ավետարանի խոսքը կարդալով ենք լինում Սուրբ Հոգու աշակերտները եւ կրթվում նրա բարձրագույն վերին իմաստությամբ, ինչպես Դավիթ թագավորն ասում է, իմ ուսուցիչները ին կողքին եղան աշակերտների պես։ Իմ ծառայության ժամանակ ես բախտ եմ ունեցել, որպեսզի իմ դպրոցի տնօրենը ներկա լինի։ Երբ որ ես խոսում էի, նրա աչքերին արցունքներ հայտնվեցին, վերջում արտահայտեց եւ ասեց. այսպիսի զգացողություն ես իմ մանկավարժական կյանքի ընթացքում երբեք չեմ ունեցել։ Նա նայում էր եւ հիանում էր մեր եկեղեցու ընտանեկան մթնոլորտի եւ վերաբերմունքի մեջ, ինչպես ենք մենք աշխատում միասին, ինչպես ենք մենք մի հավասար ընտանիքի անդամի պես անում բոլոր այն գործերը, որով որ եկեղեցուն է վերաբերվում։ Եվ այդ փորձառությունը ինքը փորձեց փոխանցի իր դպրոց։ Եվ մի անգամ ես անցա դպրոցի մոտով, այս խեղճ ուսուցիչներին ինքը փորձում էր տանել այն միջավայրի մեջ, այն մտածելակերպի մեջ, որ եկեղեցում կա, եւ նրանց բոլորին ինչ որ գործեր էր հանձնարարել, որ իրանց ուսուցչական գործից դուրս է, ծառեր կտրել, բակ ավլել, պատուհան լվալ եւ նմանատիպ գործեր։ Ես տեսնում եմ այդ ուսուցիչների դեմքերին շատ բացասական արձագանք, որովհետեւ նրանք կապ չունեն Աստծո հետ։ Մեր եկեղեցում խոնար լինելու պատճառը դա մեր ձեռք բերած որակը չի կյանքից եւ ծնողներից։ Դա Սուրբ Հոգու պտուղն է մեր կյանքում, խոնարհության, հեզության, որ մենք ընդունում ենք, որ Աստծո թագավորության համար ցանկացած գործ, որ մենք անում ենք, մեր Տիրոջ փառքի համար ենք անում։ Եվ դա մեզ չի նսեմացնում, չի ցածրացնում եւ չի ստորացնում։ Որտեւ Հիսուսն իր աշակերտներին ասեց, եթե ձեզանից մեկը ուզում է մեծ լինի, թող այս մանուկներին ծառայի։ Շատ մարդիկ գիտեն, որ իրանք եկեղեցում տնօրեն են լինելով հովիվ, բայց չեն պատկերացնում, որ Հիսուս ծառայի կերպարանք ընդունեց եւ խոնարհվեց։ Շատ ճակերտավոր Աստծո ծառաներ
այնպիսի հագուստ են կրում, որպեսզի առանձնանան մնացած հասարակ ժողովրդից, բայց Հիսուսը եկավ եւ հագնվեց բոլոր այն հասարակ մարդկանց նման եւ նրա ներքնաշխարհն էր միայն տարբերվում մնացած բոլոր մարդկանցից։ Հիսուս ծառայի կերպարանք ընդունեց, ոչ թե փառք որոնող, ոչ թե գովասանք եւ մեծարանք որոնող, այլ մեկը, որ կարեկցում էր։ Եվ այդպիսին է մինչև հիմա Հիսուս երեք այսօր եւ հավիտյան նույնն է, որտեղ ավետարանն ասում է, որովհետեւ ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել։ Ես չգիտեմ քո կյանքի ամենադժվար օրին ինչքան ես ծեծել դռները Աստծո մարդկանց, ինչքան ես ծեծել դռները, չգիտեմ, հովիվների, ես իմ բարձյալ Աստծո ծառաների եւ այդպես էլ չես կարողացել նրանց հանդիպես, բայց մեկը կա քեզ միշտ սպասում է, մեկը կա, որ քեզ կկարեկցի։ Եվ ինքը միակն է, եթե նույնիսկ աշխարհի բոլոր հովիվները քեզ ընդունեին եւ քեզ լսեին, այն ինչ որ Տերը կանի քո համար, երբեք ոչ մեկ չի անի քեզ համար։ Այն կարեկցանքը, այն սփոփանքը, այն մխիթարությունը, այն ողորմությունն ու շնորհքը եւ քո կյանքի բոլոր խնդիրների հարցերի պատասխանը միայն նրանից կարող ես ստանալ։ Որտեվ չկա մեկը, որ անցած լինի եւ այդ փորձված կյանքի իր ունեցած կարողությունը, շնորհքն ու իմաստությունը փոխանցի քեզ։ Ավետարան ասում է ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որովհետև պատշաճ ժամանակին չի ուշացնելու նա, պատշաճ ժամանակին, որտեղ նա կարող եւ ամենակարող է։ Մի ապրիր քո կյանքի բեռը ու սերիդ, մի ապրիր քո սրտիդ մեջ, քո ցավով, քո վշտով, մի փորձի արհեստական ժպիտներով եւ արհեստական կյանքի ուրախություններով դիմակավորվես, այլ իրականում քո սիրտդ բեր Տիրոջ առաջ եւ թափիր քո սիրտը նրա լսող ականջների մոտ։ Քեզ պետք չի ոչ բարձրագույն ուսմունք, ոչ էլ պետքա քեզ որևիցե մի կոչում, ոչ էլ նմանատիպ մարդիկ են քեզ պետք, այլ պետքա մեկը, որ կարեկցում է, սիրում է եւ սիրելով քեզ իր կյանքն է տվել։ Նա անտեսանելի է, բայց իրական է։ Նրա փառքն ու ներկայությունը, նրա զորությունը, նրա կենթանի լինելը քո կյանքում կզգաս եւ դա այլևս քեզ համար կլինի իրականություն եւ դրանից քեզ ոչ մեկ չի կարող բաժանել։ Երբ որ քո ներքին սենյակում ծնկներդ կծալես եւ քո սիրտդ կբացես եւ կասես իմ Տեր, իմ քահանայապետ, չկա որևիցե մեկը քեզ նման, որ կարող լինի լսել ինձ եւ ոչ մեկ էլ չի ուզում լսել ինձ, որտեւ այսօր շատերը եկեղեցիներում եւ եկեղեցական կյանքում փորձում են իրենց անձի որակը կամ իրենց պաշտոնը շեշտելով առանձնացնել իրենց մնացածից, բայց այսօր ուզում եմ քեզ ասեմ, որ Հիսուս այդպեսին չի եղել։ Հիսուսը քեզ ուզում է լսի, Հիսուսը քեզ կանչում է, Հիսուսը քեզ սիրում է։ Հիսուսին մի որոնի պատերի մեջ, տարբեր վայրերում, հատուկ տեղերում Հիսուսը քո հիվանդասենյակում է։ Հիսուսը այն սենյակում է, որտեղ որ դու հիմա պարկած ես հիվանդության մեջ։ Հիսուսն այնտեղ է, որտեղ որ քո երեխային գրկել ես։ Հնարավոր է քո երեխան այսօր ծանր ժամանակներ անցնում։ Դու քո երեխայի բժշկությունը կամ նրա բուժվելու գումարն ես հայթայթում, ման գալիս, ընկած ես աներանելի վիճակի մեջ, վաճառել ես քո տունդ, քո ունեցվածքդ, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Հիսուս այդ ամենը ծրի է անում։ Ես չգիտեմ, հնարավոր է, որ այն ինչ որ դու անում ես օգնի քո երեխային, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Ժամանակ առ ժամանակ ծնկներիդ վրա անցկացրա եւ բարձրացրա քո աղոթքն ու քո աղակը քո երեխայի համար, որովհետեւ նրա համար մեկը կա, որ կյանք է տվել, վերքեր ունի, որը բժշկում է, արյուն ունի, որը մաքրում է ու քանդում է ամեն սատանայի շղթա եւ կապանք։ Բարձրացրա քո աղակդ, բարձրացրա քո սրտի կանչը նրան։ Եվ խնդրի, որպեսզի նա կարեկից լինի։ Քո խոսքերով ասա, հատուկ ոտանավոր չի աղոթքը։ Աղոթքը դա մեր սրտի խոսքն է։ Բարձրացրա քո սրտի խոսքը եւ ասա.
Իմ քահանայապետ, այսօր ես քո կարեկցանքի կարիք ունեմ առավել քան երբեք։ Ներիր իմ մեղքերս, մաքրիր ինձ քո սուրբ արյամբ եւ ողորմա իմ երեխային։ Իմ երեխայի կյանքը քո ձեռքերիդ մեջ եմ բերում։ Խնդրելով նրա համար քո բժշկությունը եւ քո ողորմությունը։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս հայրս Հիսուսի անունով ամեն սատանայի եւ խավարի դիվային ուժերի, ամեն տեսակի խավարի դիվային ոգիների դեմ եւ հետ եմ շպրտում ու հալածում եմ այդ դիվային ուժերը։ Եվ հռչակում եմ քո բժշկարար զորավոր ձեռքը։ Ես խոսում եմ քո ողորմությունը բոլոր նրանց համար, քո կարեկցանքը, քո սերը, ովքեր որ այսօր ինչ-ինչ պատճառով հայտնվել են հիվանդասենյակներում, հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ, իրանց տներում, իրանց ընտանիքներում, թերևս անհույս սպասում են շատերը նույնիսկ իրենց հիվանդության մեջ մահը, ոչ թե կյանքը։ Բայց ես կյանք եմ հռչակում Հիսուսի անունով նրանց վրա։ Եվ ես ջախջախում ու քանդում եմ այդ հիվանդության շղթաները։ Եվ ես խոսում եմ քո բժշկարար զորությունը, ինչպես որ լսել եմ եւ վկայում են, որ շատ հիվանդասենյակներում հիվանդները միասին այս աղոթքը միացնում են եւ բարձրաձայն աղոթում են։ Ես աղաղակում եմ, որ քո սերն ու ներկայությունը, քո ողորմությունն ու շնորհքը իջնի բոլոր Հայաստանի հիվանդանոցների հիվանդասենյակներում, Տեր, որ քո բժշկարար ձեռքդ մեկնես այն բժիշկների ձեռքերին, կպնես եւ նրանց ձեռքերով այն ծանր վիրահատությունները, որ վիրահատաններում հիմա անում են, Տեր, քո փառքով, քո զորությամբ պսակես։ Եվ այդ բոլոր հիվանդները, Տեր իմ Աստված, այդ վիրահատաններից դուրս գալով վերադառնան իրենց բնականոն կյանքին, բայց հիշեն ու տեսնեն մի բան, որ դու ողորմեցիր եւ դառնան սրտանց քեզ։ Հայր, աղոթում եմ բոլոր երեխաների համար, քաղցկեղով տառապող, տարբեր տեսակի հիվանդություններով, Հիսուսի անունով կապելով եւ վիշեցնելով, խափանելով եւ արգելելով այդ հիվանդությունները։ Հիսուսի անունով բոլոր նրանց նույնիսկ ովքեր որ ծաղրում են հիմա, Տեր, այս աղոթքը լսելով, այս աղաղակը, որ շատ անգամ նրանք ովքեր որ ծաղրում են, իրենց կյանքն է արդեն ծաղրանքի մեջ, ուղղակի իրանք չեն նկատում, թող քո ողորմությունը գա նաև նրանց վրա։ Ես աղոթում եմ, որ քո սերը հայտնվի նաև նրանց, որ տեսնեն իրենց կյանքը, Տեր իմ Աստված, որ ոչ թե ուրախությունը, այլ տառապանքը։ Քո բժշկարար ձեռքդ մեկնես, Տեր, ես այն իշխանությունով եմ աղոթում եւ այն իշխանությունով եմ բարձրացնում ձեռքերս, որ ունեմ Հիսուսի անունով, Հայր, ամեն տեսակի ցավերի, դևերի, խավար ուժերի վրա, որ դու տվել ես, հալածելով եւ շղթայելով այդ դիվային ուժերը եւ կապելով նրանց, շպրտում եմ Հիսուսի անունով բոլոր այն ընտանիքներից, որտեղ որ խաղաղություն չկա, որտեղ որ երեխաների նկատմամբ բռնություն կա, բոլոր այն երեխաների կյանքը, Տեր իմ Աստված, որ դժոխք է դարձել, ես աղոթում եմ, որպեսզի քո սիրով ու քո խաղաղությամբ լցնես այդ ընտանիքները, նրանց ծնողներին ապաշխարության դարձի վերես եւ չար սովորություններից ազատագրես, ալկոհոլի, ծխախոտի, խմիչքի, ամեն տեսակի թմրանյութերի եւ թմրադեղերի։ Հիսուսի անունով եմ աղոթում, որ քո ողորմած բազուկներդ մեկնես, Տեր, եւ ամեն շղթաներն ու կապանքները քանդես, հիվանդության ամեն ուժերը եւ ոգիները ես հալածում եմ, Տեր, եւ ես աղոթում եմ, որ քո բժշկությունդ գա։ Ես աղոթում եմ, որ քո ձեռքդ մեկնես, ես աղոթում եմ, որ քո հրաշագործ, զորավոր փառքը ցույց տաս, Տեր։ Եվ ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տեսակի դիվային հարձակում ընտանիքների վրա, երեխաների վրա հետ եմ շպրտում։ Ես աղոթում եմ բոլոր այն երեխաները, որոնք որ պարկած են հիվանդանոցներում, արյան փոխներարկման, տարբեր ուռուցքաբանական հիվանդանոցներում, ես Հիսուսի անունով աղոթում եմ, որպեսզի այդ ուռուցքները, այդ հիվանդությունները, այդ արյան հիվանդությունները նահանջեն, Տեր, եւ քո փառքդ երևա։ Հիսուս, քեզ համար անկարելի անարին բան չանք։ Հիսուս, 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 միականունն է, որ ունի զորություն եւ իշխանություն, հեղինակություն եւ փառք, կարողություն եւ սարսափում են բոլոր դիվային ուժերը։ Հիսուս, քո անունից վախենում են նրանք, ովքեր որ խավարի մեջ են։ Եվ ես քոնն եմ կանչում, Հիսուս, բոլոր հիվանդանոցների, հիվանդասենյակներում պարկած հիվանդների վրա, Տեր,
Հայաստանի բոլոր գյուղերում եւ քաղաքներում, Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Տեր, քո բժշկարար զորությունը թող թափվի այս ազգի վրա։ Թող քո ողորմությունդ գա։ Ամեն տեսակի դիվային ուժերն ու խավարի ոգիները թող նահանջեն բոլոր նրանց կյանքից, ում հոգևոր աշխարհի մեջ դիվային ներկայություն կան, դիվային հարձակումներ կան եւ դիվային ծագումներ կան։ Այդ բոլոր դիվային ծագումներով հիվանդությունների բոլոր դիվային ուժերին հալածելով բժշկություն եմ խոսում։ Փառք ես, հաղթանակ տարած Աստված։ Փառք ես, կարողը կարելի դարձնող, անարին հնարավոր դարձնող։ Ո փառավոր Տեր։ Դու ես ստեղծել մարդուն եւ դու կարող ես վերականգնես ամեն մարմնի տկարությունները վերստես։ Եվ մենք այս բոլոր տկարությունները բերում ենք քո սուրբ ձեռքերիդ մեջ, Հիսուս։ Գլխից մինչև ոտքի թաթը թող անցնի զորությունը քո փառքի։ Եթե միացել ես այս աղոթքին եւ կմիանաս հետագայում այս աղոթքի ձայնագրությունը գնայես, փակիր քո աչքերը։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը իջնի քո վրա։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգու ներկայությունը գա եւ դու զգաս նրան։ Քո ներսը խաղաղությունով, սիրով, երջանկությամբ եւ իմաստությամբ եւ շնորհքով թող լսվի։ Խաղաղության մեջ եղիր։ Եվ ես աղոթում եմ, որպեսզի քո խաղաղությունը գա Հիսուսի անունով հիմա։ Այս երգը, որ հիմա մենք կերկենք երկրպագության, դու մնա Տիրոջ ներկայության մեջ, մնա աչքերդ փակ։ Եվ այս ընթացքում կանգնած կլնես, ծնկած, թե պարկած, ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա։ Եվ դու շարունակելու ես վայելել, ընդունել, զգալ Տիրոջ Սուրբ Հոգու կրակն ու ջերմությունը քո մարմնիդ մեջ։ Եվ նրա անուշ ներկայություն ես աղոթում, որ լցվի քո հիվանդասենյակում եւ դու նրա սիրող գրկի մեջ հանձնես քո անձդ։ Եվ ասես Հիսուս, ես քո կարեկցանքի կարիք ունեմ։ Ասա իմ քահանապետ Մաքրինից քո արյամբ, ասա ների իմ բոլոր մեղքերս։ Եվ մեղքի կյանքով իմ կյանքից մեջ ներխուժած բոլոր դիվային ուժերը ասա հալածիր։ Ասա Հիսուս, ես քեզ ընդունում եմ որպես Տեր ու Փրկիչ։ Ասա Հիսուս, դու իմ Տերս ես։ Ասա շնորհակալ եմ, որ լսեցիր, ներեցիր իմ մեղքերս եւ ընդունեցիր ինձ քո թագավորության մեջ։ Փառք ես, հրաշալի է մեծ, օրհնյալ Հայր։ Ես աղոթում եմ, որ շարունակես քո բժշկարար զորությունը Տեր եւ անունը թող փառավորվի։ Հալելույա։ Միայն դու ես ողջ ազգերը խոնարհվեն քո Տեր Հիսուս, միայն դու։ Ասենք մեծ ու հրաշալի են քո գործերը Տեր։ Մեծ ու հրաշալի են քո գործերը Տեր, փառքով լցված երկիրը, արդար ու ճշմարիտ են ուղիները քո, Սուրբ Հատամ, ով չի վախենա, ով չի վախենա ու չի փառաբանի քեզ, միայն դու ես ողջ ազգերը խոնարհվեն քո առաջ Հիսուս, փառք ես։ Ես աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, որ հիմա եթերով միացել են մեզ, որպեսզի քո զորությունը դանցնի նրանց մարմնի միջով։ Հրաշագործ Աստված, ես նրանց բժշկության համար եմ աղոթում եւ խոնարհվում եմ քո առաջ եւ փառաբանում եմ քո մեծ անունը Հիսուսի անունով։ Միայն դու ես Սուրբ ես, Սուրբ ես, Տեր Հիսուս, միայն դու ես։ Ամեն։ Տեր օրհնի եղիր բժշկված եւ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես միանաս մեզ ուղիղ եթերով այս աղոթներին։ Եթե ունես հնարավորություն, ֆիզիկապես առողջ ես կամ կարող ես ներկա լինես անձամբ այս ծառայություններին, հրավիրում եմ ամեն երկուշաբթի 2:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 վաղարշյան
12 հասցեով, ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 Երևան Արաբկիր համայնք Վաղարշ Վաղարշյան 12 հասցեով եղիր օրհնված եւ բժշկված եւ սկսի կարդալ նոր կտակարանը Մատթեոս ավետարան, Մարկոս ավետարան, Ղուկաս ավետարան եւ Հովհաննես ավետարան հոգեվոր սնունդը ինչպես ֆիզիկական սնունդը շատ կարեւոր է մեր կյանքի համար ամեն